Փառք Տիրոջ սիրելի քույրեր եղբայրներ, ես կուզեմ հայերենով կարդամ Մարկոս ավետարանի 11-րդ գլխի 12-ից 14-ը, Մարկոս ավետարանի 11-րդ գլխի 12-ից 14։ Հետևյալ օրը Բեթանիայեն կելեին անոթեցավ եւ հերվեն տերևալից թզենի մտեսնելով գնաց, խորհելով թե վրան բան մը կգտնե, բայց երբ անոր քով գնաց, տերևներեն զատ բան չգտավ, վասնզի դեռ թզի ժամանակը չէր։ Այն ատենը սավ անոր, ասկե հետո մեկը քեզմե պտուղ չուտե, Հավիտյան, իր աշակերտները լսեցին։ Երբ հասան Երուսաղեմ, Հիսուսի տաճարը մտնելով եւ այլն, հետո մենք կարդում ենք արդեն հետ վերադառնալիս, ես բոլոր այդ տեքստը չեմ կարդում, սիրելի քույրեր եղբայրներ, երբ որ հետ էին վերադառնում, դա 20 եւ 21-րդ խոսքերի մեջ հագրված շարունակությունը, առավոտ երբ անկեք անցնեին, թզենին տեսան արմատեն չորացած, Պետրոսին միտքը եկավ ու սավանու, Ռաբի, ահա թզենին, որ անիծեցիր չորացել էր։ Հիսուս պատասխան տալով սավանոց, Աստծո վրա հավատք ունեցեք։ Սիրելի քույրեր եղբայրներ, հետաքրքիր է, որ այսօրվա մեր թեմայի անվանումն է, մենք պիտի կիսվենք այս թզենու դասի մասին։ Ինչ հայտնություն ենք ստանում մենք այս պատմության մեջ։ Գիտեք, սա հենց այնպես պատմություն չի։ Ու Տիրոջ խոսքի մեջ հենց այնպես բաներ չի գրած, որ մենք կարդանք ու իմանանք, որ հա, սենց բան է եղել։ Այս ամեն ինչը գրված է, Պողոս առաքյալն ասում է, գրված է մեզ համար օրինակ լինելու, որ մենք կարողանանք հասկանանք, թե ինչպես պիտի մենք ապրենք, ինչպես պիտի մենք կատարենք։ Եվ երբ որ մենք այս պատմությունը տեսնում ենք, մի քանի բան եմ ուզում շեշտել։ Տեսնում ենք, որ Հիսուսը սովեց եւ նա ուզում էր պտուղ եւ մոտեցավ ինքը այդ ծառին ակնկալելով, որ այնտեղ պտուղ կտեսնի, բայց մենք նաեւ տեսնում ենք, որ դա տերևախիտ ծառ էր։ Օրիգինալի մեջ գրված է, որ շատ տերևներով, խիտ տերևներով պատված ծառ էր, այսինքն բոլոր արտաքին նշաններով այդ ծառը առողջ ծառ էր, փարթամ ծառ էր եւ դա պտղաբեր ծառ պիտի լիներ։ Շատերը զարմանում են, ինչի է Հիսուսը ուզում թուզ ուտել այդ ծառից, երբ որ դեռ թզի ժամանակը չէր։ Ամբողջ հարցը սրա մեջ է, որ մենք Իսրայելի թզենիների մասին քիչ բան գիտենք ու ես լսել եմ, որ ընդհանրապես Իսրայելի մեջ մեր լեզվով ասած կա շուտահաս թզեր, որոնք շատ քիչ են եւ կան նորմալ ժամանակին հասունացող թզեր։ Եվ այդ թուզը շուտահաս էր, այսինքն ընդհանուր ոնց որ մեր մոտ կոպիտ ասած կարտոշկի ժամանակը սեպտեմբերին են հանում այն կարտոֆելը, որը որ պետքա ձմեռվա պահպանվի, բայց նաև կա շուտահաս կարտոֆիլ, որ հուլիսին են հանում։ Ուզում եմ ասեմ, ընդհանուր բերքի ժամանակ կար եւ ընդհանուր թզենու թուզ հավաքելու ժամանակը չէր, բայց այդ ծառը արդեն պետքա շուտահաս թզենի էր, արդեն պետքա նա պտուղ տար։ Եվ Հիսուսը դա այդքան կարևոր չի։ Ճիշտ ասած, այդ ամեն ինչ այդքան կարևոր չի։ Կարևորը ես ուզում եմ այսօր մենք այս պատմության մեջ մի քանի կարևոր հայտնություն ունենանք, որ ամեն մեկի սա վերաբերում։ Առաջի հերթին Աստված ուզում է մեր կյանքի մեջ պտուղ տեսնել։ Եվ Աստված գալիս է ժամանակ առ ժամանակ եւ ակնկալում է մեզանից պտուղ։ Հիշում եք այն այգեգործի մասին առակը, որտեղ գրված է, որ նա մի ծառ կար, որ պտուղ չէր տալիս։ Եվ այգու տերը գալիս էր ու տեսնում էր պտուղ չի տալիս, ասավ կտրի ու դենքցի ուրիշը տնկի, թող հող չզբաղացնի։ Բայց այգեգործն ասավ մի տարի ժամանակ տուր, ես պարարտացնեմ հողը, թրիկ դնեմ եւ այլն, որպեսզի տեսնենք կարող է պտուղ տա։ Մի տարի ժամանակ տուր, եթե պտուղ չտա, կկտրենք։ Գիտեք, ավետարանում կա մի շատ կարևոր հայտնություն,
որ ամեն մեկս պետք է հասկանանք այս հայտնությունը, անպտուղ ծառները Աստված համբերում է երկար։ Երկար ու երկար համբերելուց հետո, եթե մարդը ընդհանրապես չորացած է, եթե մարդը ընդհանրապես պտուղ չի տալիս, այդ ծառը կոպիտ ասած ապրելու իրավունք չունի, որովհետև նա տեղ է զբաղեցնում։ Շատ ցավալի է հնչում, սիրելի քույրեր եղբայրներ, բայց գրված է, որ տապորը ծառերի արմատի վրա է դրված, ով որ պտուղ չի բերում։ Առաջի բանը, որ մենք հասկանում ենք ամբողջ Աստվածաշնչում, ես չեմ ուզում հիմի երկար ու մանրամասը բացատրեմ, բոլորդ էլ ավետարան կարդացած եք, ու ամենակարևորը, որ ամեն մեկս հասկանում ենք, որ ցանկացած հոգևոր պիտի լինի պտղաբեր։ Որն է Աստծուն հաճելի պտուղը։ Հիշեք մի բան, Աստծուն համար մեր կյանքի մեջ միայն մեր սրտի, մեր հոգու պտուղն է կարևոր։ Աստված մարդու ձեռքի ծառայության կարիքը չունի, հենց այդպես բառացի գրած է Գործք առաքելոցում, Աստված մարդու ձեռքի ծառայության կարիքը չունի։ Այսինքն Աստված ասում է, միթե ես ձեր զոհերով պիտի կշտանամ։ Միթե ես Աստված միս եմ ուտում, որ դուք ձեր զոհերը բերում եք իմ առաջ։ Այսինքն նույնիսկ զոհաբերությունները, որ դա առաջի հերթին մարդկանց համար էր, մարդկանց ապաշխարության համար էր, որ նրանց մեղքերը ներվի, մարդիկ մտածում են, որ ինչքան շատ զոհեր տանենք, այնքան շատ կգոհացնենք, կկշտացնենք Աստծուն։ Եվ Աստված իր ուխտի մեջ ասում է, միթե դուք մտածում եք, որ ես միս եմ ուտում, որ ինձ բերում եք ձեր զոհերը, կամ որ ոցե հաց եմ ուտում։ Աստված եթե պտուղ էր ուզում իր ժողովրդից, ուզում էր մի պատճառով, որպեսզի իր ժողովուրդը իր ներսի մեջ փոփոխություն ունենա։ Գաղատացիս 5-րդ գլխի 22-րդ խոսքի մեջ թվարկած է ինչ հոգու պտուղներ։ Ոմանք շփոթվում են, հենց գիտեն դա Սուրբ Հոգու պտուղներն է։ Իհարկե առանց Սուրբ Հոգու ներգործության մեր հոգին, մեր ներսի մարդը պտուղ չի կարող ունենալ։ Բայց Սուրբ Հոգին պտուղների կարիք չունի, ինքն է այն պտուղների անունը, որ կա, ինքը սեր է, ինքը սիրո պտուղի կարիք չունի։ Պտուղ բառը, պտուղ հասկացողություն դա նշանակում է, որ աճում է մի բան, սերմը գցում են, ծառ է դառնում եւ ճյուղ է տալիս եւ ճյուղի վրա աճում ու հասունանում է պտուղը։ Դա նշանակում է, որ Աստված առաջի հերթին մեզանից հոգու պտուղներ է ասպասում։ Գրված է, որ ամեն հոգի մեկ հավատա, մարգարեների, վարդապետների, հապա նրանց փորձեցեք եւ ամեն մեկին կճանաչեք իր պտուղով։ Հենց այդպես գրված է Տիրոջ խոսքի մեջ։ Ամեն մեկին կճանաչեք իր պտուղով։ Հիսուս ասում է, միթե փշից կարող ես խաղող քաղել։ Սիրելի քույրեր եղբայրներ, հնարավոր չի, որ Աստծուն գոհացնի մեր արտաքին ինչ որ գործերը, դրանք պտուղներ չեն Աստծո համար։ Որովհետև եթե մենք մի բան ենք անում ու մեր սիրտը դրա հետ չի մասնակցում, Աստծո համար դա ընդունելի չի։ Ասում է դուք գալիս եք ինձ մոտ շուրթերով աղոթքով եք մոտենում, բայց ձեր սիրտը հեռու է մնացած։ Այսինքն դա նշանակում է, որ աղոթքը, ծոմապահությունը, ծառայությունը կապ չունի, հովիվի ծառայությունը, թե ինչ որ ծառայություն է եկեղեցում, ոչ մի կապ չունի, Աստծուն դա չի բարիացնում։ Աստծուն միշտ սիրտն է հետաքրքրում, սիրելի քույրեր եղբայրներ։ Եթե Աստված ուզում է մեր կյանքի մեջ պտուղ տեսնի, ոնց որ այդ թզենու վրա Հիսուսը պտուղ գնաց փնտրելու, եթե Աստված գալիս է ու պտուղ է փնտրում մեր կյանքի մեջ, մենք չենք կարող ասել Էս եմ արել քեզ համար, այն եմ արել։ Հիշում եք, Եփեսացիս եկեղեցին, առաջի եկեղեցին ասում է դու շատ ես աշխատել, իմ անվանս համար ես արել, համբերել ես եւ այլն, բայց քո դեմ մի բան ունեմ։ Քո սերը կորցրել ես։ Հասկանում եք քույրեր եղբայրներ, ամեն մեկս էլ ընդհանրապես մեր ամենահարազատ մարդկանցից կին, ամուսին, երեխեք, ծնողներ, ամենամտերիմներից մենք ամենաշատը սպասում ենք նրանց անկեղծությունը մեր նկատմամբ։ Հետո նոր արդեն իրենց ուժի չափով այդ անկեղծությունը ոնց կդրսևորվի։
Շատ ծնողներ շատ են սիրում իրենց երեխեքին, բայց չեն կարող իրենց երեխեքին իրանց հնարավորությունները չի թույլ տալիս, որ առնեն այնքան, ինչքան ուրիշներն են առնում։ Բայց դա չի նշանակում, որ իրանք քիչ են սիրում իրենց երեխեքին։ Աստված ամեն մեկիցս ծառայություն սպասում է ու պահանջում է մեր ուժերի կարողության չափով, այն պարգևի շնորհի չափով, որ ինքը դրել է մեր մեջ, ոչ ավել, ոչ էլ պակաս։ Պակաս դա նշանակում է գրված է անիծյալ լինի նա, որ Տիրոջ գործը անհոգաբար կկատարի։ Ավել դա նշանակում է, որ մենք կհոգնենք ու մենք կքանդվենք, որովհետև մենք ուզում ենք հաճեցնենք ավելին, քան մենք կանք։ Տերը ուզում է մեր ծառայության, մեր շնորհի չափով մենք ծառայենք Տիրոջը։ Բայց ծառայությունը դա պտուղ չի։ Ծառայության հետևում, եթե կանգնած է իսկական պտուղը, սեր, հավատարմություն, զսպվածություն, խնդություն եւ այլն, Գաղատացիս 5-րդ գլխի 22-րդ խոսքի մեջ կարող եք կարդալ այդ բոլոր պտուղները։ Դրանք շատ կարևոր պտուղներ են։ Դրանք հոգու, մեր ներսի մարդու այն որակներն են, որը որ Աստված իր Սուրբ Հոգու միջոցով մեր մեջ կարողանում է դրսևորել ու աճացնել։ Պտուղը դա նշանակում, հենց պտուղ բառը դա նշանակում է, պտուղը միանգամից չի աճում։ Ժամանակ է պետք, եւ Տերը պատրաստ է համբերելու։ Բայց պտուղը պետք է լինի մի տարի, 2 տարի, 5 տարի։ Տեսնում ես մարդը տարիներ անցել, տարբեր եկեղեցիներ ա գնացել, այդ լավագույն դեպքը մեկ վաբշե չի գնեմ, վերստին ծնվել ա, Սուրբ Հոգով մկրտվել ա, տարբեր պատճառներով եկեղեցի չի գնում, բայց երբ որ սկսում ես կիսվել, սրտից սիրտ խոսալ այդ մարդու հետ, որը որ եկեղեցին է շուտ ա գնացել ու հարցնում ես, ինչի դու ոչ մի բանի մեջ չես ծառայում։ Ես նույնիսկ չեմ ուզում թվարկեմ այն քանակը պատճառաբանությունների, ըստ իրանց շատ արդար պատճառաբանությունների, որ մարդիկ բերում են ինչն է պատճառը, որ իրենք չեն ծառայում Տիրոջը։ Գիտեք դրա հետևի ինչ է կանգնած։ Պրոբլեմը ծառայությունը չի։ Մեռած մարդուն կարող ես կանգնացնել եւ նրա թևերն ու ոտները շարժել, կներեք կոպիտ օրինակի համար, եւ այդ մեռած մարդուն ինչքան ուզում ես շարժի, նա չի կենթանանա։ Բայց կենթանի մարդը շարժում է, հիմա ես շարժում եմ ձեռներով, ոչ թե դրանով կենթանանում եմ, այլ ես կենթանի եմ, դրա համար եմ շարժում։ Հավատք առանց գործերի մեռած է, այսինքն կենթանի հավատքը գործեր ունի, բայց գործերով չի փրկությունը, գործերով հավատքը չի կենթանանում, սիրելի եղբայրներ։ Աստծո համար պտուղը կարևոր է եւ պտուղը արտաքին գործերը չի, ծառայությունը չի։ Առաջի հերթին պտուղները դա սերն է, հավատքն է, հավատարմությունն է, զսպվածությունն է, խնդությունն է եւ այլն, այդ պտուղներն են կարևոր, սիրելի եղբայրներ։ Եվ այսպես Հիսուսը պտուղ է ուզում։ Քննեք ավետարանը, պտուղ բառը գրեք ձեր մոտ ու տեսեք թե Աստված ինչքան է կարևորացնում այդ պտուղի կարևորությունը։ Աստված ուզում է, որպեսզի մենք հասկանանք մի բան, եթե մենք պտուղ չենք բերում, դա նշանակում է, որ մեր մոտ ինչ որ բան այն չի։ Երկրորդը այս թզենու դասից մենք տեսնում ենք, որ այդ ծառը չորացած ծառ չէր։ Հիսուսը կտեսներ, որ 4 ծառա անտերև կամ էլ մի քանի հատիկ տերև կա։ Ու կհասկանար, որ պետք չի, բայց հերվից տեսավ, որ շատ տերևախիտ ծառա եւ մտածեց, որ փարթամ ծառա, տերևները շատ է, ուրեմն թուս կլինի, առողջ է երևում, արտաքինից առողջ է երևում։ Եվ գրված է, որ նա մոտեցավ, փնտրեց, այսինքն գնաց ու շադիր նայում էր այդ պտուղներ ու բացի տերևներից նա ոչ մի պտուղ չգտավ, սիրելի եղբայրներ։ Բացի տերևներից։ Հետաքրքիր է, որ տերևները դա ինքնաարդարության մասին է։ Ադամը եւ Եվան, երբ որ մեղ գործեցին եւ նրանց աչքերը բացվեց ու իրենք տեսան իրենց մերկությունը, նրանք ինչ արեցին, տերևներով ծածկեցին իրենց մերկությունը։ Տերևներով ծածկեցին։ Իհարկե հետո Աստված տերևները մի կողմ դրեց, զոհ մատուցանեց իրենց
կատարած մեղքի համար արյուն թափվեց անմեղ անասունների եւ նրանց կաշվի շորերով, նրանց կաշվով մորթով ծածկեց Ադամի եւ Եվայի մերկությունը։ Սիրելի իմ քույրեր, եղբայրներ, ինքնաարդարությունը դա շատ տարածված բան է, որ մենք որոշ ժամանակ կարող է խաբուսիկ լինենք մեր կյանքի համար։ Հիսուսը տեսավ հեռվից տերևաշատ, տերևախիտ ծառ, մտածեց, որ այնտեղ թուզ կա եւ գնաց, որ այդ թուզը ուտի, ման եկավ, փնտրեց եւ բայց որ պտուղ բացի տերևներից ուրիշ բան չգտավ եւ ասա, որ այլևս քեզանից ոչ մեկը պտուղ չուտի։ Այսինքն մեղքի բաժակը լցված էր։ Ինքնաարդարությունը, հիշում եք, փարիսեցին աղոթում էր եւ ասում էր. շնորհակալ եմ քեզանից, ով Աստված, որ ես այսպիսին չեմ, ինչպես սա։ Ես այս եմ անում, այն եմ անում, այդ ինքը տերևներն էր թվարկում։ Կարծես թե ճիշտ էր ասում, որովհետեւ եւ 10-րդ էր պետք տալ, եւ այն էր պետք անել, եւ մյուսն էր պետք անել, եւ աղոթել էր պետք, այդ ծոմ էր պետք պահել, այդ ամեն ինչը անելը մեղք չի, դա աստվածպաշտության կյանքի մեջ է մտնում։ Բայց ինքը թվարկում էր տերևներ եւ մենք տեսնում ենք, որ այն մեղավորը, որ ինքը իր աչքերն անգամ ամաչում էր բարձրացնել երկինք, նա խփում էր իր կրծքին, ասում էր. Տեր, ներիր ինձ, որովհետև ես մեղավոր եմ։ Եվ Հիսուսն ասում է, այնտեղից այս մաքսավորը վերադարձավ արդարացված։ Իսկ նա ոչ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ուզում եմ, որ հասկանանք մի բան, երբ որ մենք ինքներս մեզ արդարացնում ենք, ցավոք սրտի, մեր հայ ժողովրդի մեջ դա շատ տարածված է։ Լավ մի հատ փորձեք հայերի մեջ խոսացեք ու տեսեք, թե ինչքան են իրանց գլուխը, գիտեք ինչ, ռստերի մոտ էլ կա, սաղի մոտ էլ կա, բայց այդքան ինչքան որ իմ իմացած ազգերից, բաշկիրներին գիտեմ, չուվաշներին գիտեմ, թաթարներին գիտեմ, ռուսներին գիտեմ, հայերի չափ ոչ մեկ իր գլուխը չի գոհ։ Շատ մանավանդ որ մի հատ բաժակել են վերունում ձեռները, всё, գնաց, ես հենց եմ արել, ես նենց եմ արել, ում հավին եմ քշա ասել, ում մի կտոր հացն եմ խլել, այս եմ արել, այն եմ արել, ինքնաարդարությունը դա ապաշխարության հակառակ տեսակն է, եւ մարդը մնում է իր մեղքի մեջ։ Հիսուսը ասավ, եթե դուք զգայիք ձեր մեղքերը, ձեր կուրությունը զգայիք, դուք մաքուր կլեիք ձեր մեղքերից, Հիսուսն ասում։ Բայց քանի որ դուք մտածում եք, որ դուք մեղք չունեք, ձեր մեղքերի մեջ եք մնում։ Սարսափելին նա է, որ ինքնաարդարությունը, երբ որ մարդը իր մեղքի մեջկությունը ծածկում է տերևներով, այսինքն ինքը իրան արդարացնում է։ Շատերը երևի հանդիպած կլինեք, երբ որ վկայում ես ինչ որ մեկին, ասում է ես ինչ եմ արել, որ ինչ մեղք եմ ես գործել։ Եվ այդ պատճառով մենք պետք է հասկանանք, սիրելի քույրեր, եղբայրներ, որ Տերը ուզում է, որպեսզի մենք պատկաբեր լինենք եւ տերևներից ազատվենք, այդ տերևների փակելուց ազատվենք։ Տերը օրհնի ամեն մեկիս։ Գրված է, որ եթե մենք քայլում ենք լույսի մեջ, նրա հետ հաղորդակցություն ունենք եւ նրա որդու Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն տեսակի մեղքերից։ Ինչ է նշանակում լույսի մեջ քայլելը։ Գրված է, որ այն ինչ որ Եփեսացիս 5-րդ գլխի մեջ, այն ինչ որ հայտնի է լինում, դա լույս է։ Եթե մենք խոստովանվենք մեր մեղքերը, հավատարիմ ու արդարանա, ների մեզ մեր մեղքերից եւ մաքրի ամեն տեսակի չարությունից։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մենք այսօր կարող ենք կամ ինքնաարդարությամբ զբաղվենք, կամ էլ ինքներս դատապարտենք մեղքը։ Հաղորդության ժամանակ մենք անընդհատ կրկնում ենք այդ մա, ով որ մեղքը կդատապարտի, նա դատաստանի առաջ չի գնա։ Եթե մենք մեղքը արդարացնում ենք, ինքնաարդարությամբ ենք զբաղվում։ Դուք ասեք, Վարդան եղբայր, դա անհավատներին է վերաբերում։ Ես հիմի խոսում եմ քրիստոնյաների մասին։
Շատերի հոգևոր աճը կանգնել է, որովհետև մտածում են, որ իրենք արդեն կամ հասել են, կամ արդեն այնքան շուտվանից են հավատքի մեջ, կամ էլ արդեն այնքան մարդիկ են դարձի բերել, կամ էս են այլ, կամ են իրանք ամբողջ իրանց գործերի մեջ հաշվում են, հետևում են եւ այլն։ Գիտեք, սիրելի քույրեր, Տերը օրհնի մեզ, որպեսզի մենք ամեն մեկս հասկանանք մի շատ կարևոր հայտնություն։ Միայն ինքներս մեզ ցածրացնելով, խոնարհվելով, Տիրոջ շնորհը կստանանք, որովհետև նա խոնարհներին է շնորհ տալի։ Ով որ մեղքը, իր մեղքը ինքը դատապարտում է, նրա մեղքը Տերը ներում է, որովհետև ապաշխարությունը հենց դա է զղջալ մեղքի համար, դատապարտել այդ մեղքը։ Տերևները վեր հանենք ու թող Քրիստոսի արյունը, նրա տված բեհեզները արդարության մենք հագնենք, որովհետև մեր տերևների հանդերձները մեզ փրկության չի տան։ Աստված իր գառնուկն է տվել զոհի, որպիսի Աստծո Հուդայի ցեղից դուրս եկած գառնուկը իր արյունը թափի ու մենք կյանք ունենանք, մեր մեղքերը մաքրված ասելի քույրեր եղբայրներ։ Եվ այսինքն այսօրվա մեր թզենու դասերի երկրորդը դա տերևներն, առաջինը պտուղը, երկրորդը ինքնաարդարությունն է, ինքնաարդարությունն է։ Երրորդը մենք պետք է հասկանանք, որ Տերը այս դասի միջոցով ցույց է տալիս, որ դատաստան պիտի լինի։ Գիտեք ինչ, գրված է, որ այն ծառերը, որոնք պտուղ չեն տալիս, այդ ծառերը պիտի կտրվի։ Ես չեմ ուզում հիմի բոլոր առակները, շատ առակներ կա, շատ տեղեր կա, մենակ թե դուք ուսումնասիրեք կտեսնեք, որ Աստված շատ կոնկրետ է տրամադրված այն ծառերի նկատմամբ, որոնք պտուղ չեն տալ։ Էլ եմ ասում, պտուղը դա ծառայությունը չի, այլ սիրտն է, նոր ծառայությունը։ Եթե մենք ուզում ենք տանք պտուղ, մենք պետք է սիրտ ունենանք։ Մենք պետք է ապաշխարող սիրտ ունենանք։ Գիտեք ինչ, քույրեր եղբայրներ, շատ անգամ քրիստոնյաները իրանց փորձառությունից ելնելով, հիմնվելով իրանց փորձառությանը, հիմնվելով իրանց ծառայությանը, թե ինչքան ծառայություններ, գործեր ունեն, ինչքան արած բաներ ունեմ, այսքան տարի էս եմ արել, այն եմ արել, ինքնաարդարությամբ են զբաղվում եւ այդ պտուղները սկսում են չորանալ, եթե եղել են։ Մենք պետք է միշտ ապաշխարող սիրտ ունենանք։ Տերը օրհնի սիրելի քույրեր եղբայրներ, որպեսզի մեր սրտերի մեջ մենք ունենանք այդ խոնարհվելու, մեղքը դատապարտելու սիրտը։ Տերը դատաստան անող Տերը։ Ես հասկանում եմ, որ այսօր վերջի ժամանակներում շատ քիչ է տարբեր տեղեր ամեն թեմայի մասին կլսեք YouTube-ում, բայց որ Տերը երկար համբերելուց հետո կարող է կտրի այդ ծառը, դա մենք քիչ ենք լսում։ Ես Աստծուց վախենում եմ եւ ես շատ եմ ուզում, որ իմ Աստվածս, իմ սիրող հայրս ուրախանա ինձանով։ Հիսուսը հայտնության մեջ ասում է, եթե չապաշխարես, կգամ եւ աշտանակը կշարժեմ։ Տերը երկար է համբերում։ Տերը ամեն բան անում է, որպեսզի մեր սրտերի մեջ մենք միայն ու միայն Տիրոջը համար պտուղ բերենք, մեր սրտի պտուղը, եւ ամեն օր խոնարհվենք, այլ ոչ թե ինքնաարդարությամբ զբաղվենք, ճանաչենք մեր մեղքը, ապաշխարենք մեր մեղքից ու նորոգվենք մեր պտուղների մեջ։ Երրորդ դասը, որ մենք սովորում ենք, որ Տերը դատաստան անող Աստված է։ Կարդացեք Կորինթացիս 11-րդ գլխի մեջ, երբ որ հաղորդության մասին ասում, այնտեղ Պողոս առաքյալն ասում է, ոմանք էլ ննջեցին, որովհետև մեղքի մեջ հենց նրանց մասին է, ովքեր որ մեղքը չեն դատապարտում, ովքեր որ մտածում են, որ հեշտ բան չկա, Աստված ոչ բան չի անի։ Պողոս առաքյալն ասում է, եւ դա Քրիստոսի հոգին է, ասում է, ես ձեզանով եմ ուրախանում։ Ուզում եք գամ ձեր մոտ սիրով եւ խաղաղությամբ, թե գավազանով։
Հիսուսը ուզում է որպեսզի գա մեր կյանքի մեջ ոչ թե դատապարտելու, նա ուզում է ոչ թե մեր դատավորը լինի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մենք պետքա չմոռանանք, որ Տերը ուզում է մեզ փրկի, նա երկար կհամբերի։ Բայց եթե արդեն շատ երկար է համբերել, ու հավատացեք, մենք զգում ենք մեր մեջ, եւ դա այդ Աստծո վախն է, Աստծո երկյուղն է, մենք պետք է սկսենք աղաղակենք. Տեր, ինձ պարարտանյութով շրջապատիր, հոգու այցելություն արա, հայտնություններ արա, ես ուզում եմ պտղաբեր լինել, ուզում եմ, որ իմ սրտիս մեջ լինի այն պտուղները, որոնք որ դու ես տալիս, քո հոգուտ միջոցով։ Տերը օրհնի մեզ, այս կիրակնորյա խոսքի մեջ ես ուզում էի եւս մեկ անգամ հիշեցնեմ ինչ որ բոլորդ էլ գիտեք, եւ ինձ եւ ձեզ, որ մենք իմանանք, որ Աստված պտուղ սպասող Աստված է, որ մենք իմանանք, որ Աստված ինքն է արդարությունը մերժող Աստված է, որ մենք իմանանք, որ Աստված դատաստան անող Աստված է։ Տերը օրհնի ձեզ։ Իհարկե, այս տեքստի մեջ շատ դասեր կան, բայց ես 3 բանի մասին ուզեցա մեր ուշադրությունը կենտրոնացնեմ։ Տերը օրհնի ձեզ, հաստատի ձեզ, ու Տիրոջ օրհնությունը թող լինի ամեն մեկիդ կյանքի մեջ, սիրելի քույրեր, եղբայրներ։ Տերը օրհնի ձեզ։